Շնորհակալություն ու բարի երեկո բոլորին։ Այսօրվա թեման մի քիչ արտասովոր երևի ձեզ համար, բայց շուրջ 10 տարի մեր ամենօրյա աշխատանքը վերաբերվում է հենց Հայաստանում աճող խաղողի գենետիկային ու գենոմիկային։ Միտքը հղացավ ինչի սկսել առհասարակ զբաղվել խաղողի գենետիկայով, որովհետև բոլորս գիտենք, որ մենք հանդիսանում ենք խաղողի բնորոշ երկիր, առաջին երկրներից մեկը աշխարհում, ով սկսել է չեմ մրսում ես մեզ։ Չեմ, հոլա մերսի։ Նաև առաջին երկրներից մեկն ենք, ով ունի հազարամյակներով ձգվող գինեգործական լուրջ ավանդույթներ, եւ այդ միտքը առաջինը պատկանում էր իմ ատենախոսության ղեկավարին Հարությունյան Ռուբենին, որովհետև մինչ այդ ես զբաղվում էի մարդու գենետիկայով եւ 2010 թվականին իր որոշմամբ ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի բջջաբանության ամբիոնում հիմք դրվեց Հայաստանում աճող խաղողի գենետիկայի ուսումնասիրությունը եւ 2012 թվականից արդեն երբ որ ես տեղափոխվեցի նաեւ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, մենք սկսեցինք շատ ավելի լուրջ զբաղվել խաղողի գենետիկայով եւ գենոմիկայով։ Ուրեմն բոլորս էլ գիտենք, որ անդադ կարդացել ենք եւ կային նաեւ բազմաթիվ հնեաբուսաբանական, հնեաբանական, նաեւ պատմական տվյալներ, որ Հայաստանը հանդիսանում է խաղողի բնորոշ երկիր, բայց մինչև վերջերս մենք չունենք դրա շատ ավելի լուրջ գիտական ապացույցներ գենետիկայի եւ գենոմիկայի հիմքով եւ 2018 թվականին իսկ մինչ 2018 մենք էլի շատ ակտիվ աշխատում ենք եւ ունենք ահագին լուրջ արդյունքներ գրանցած, որովհետեւ մեր հիմնական ուսումնասիրությունները կատարվում էին եվրոպական երկրների մեր գործընկեր ինստիտուտների ֆինանսավորմամբ եւ օգնությամբ բացառապես, իսկ 2018 թվականից նաեւ սկսեցինք շատ մեծ լայնամասշտաբ ուսումնասիրություն խաղողի տնայնացման եւ էվոլյուցիայի հետ կապված եւ շատ պատահականորեն իսկ իմ կյանքում հենց իմ կարիերայի ընթացքում պատահականությունները մեծ դերակատարում են ունեցել ես այդ ժամանակ աշխատում էի Կարծրուհեի համալսարանում եւ իմ պրոֆեսորը ասաց որ դու չես հավատա բայց իմ գործընկեր չինացին արդեն մի քանի ամիս քեզ է ման գալիս որովհետեւ ինքը գտել էր որ Կովկասից փաստացի միայն Հայաստանում է որ լուրջ գենետիկայով զբաղվում են խաղողի իսկ իրենք ստացել են մի քանի միլիոն դոլարին համարժեք ֆինանսավորում Չինաստանից ուսումնասիրելու խաղողի էվոլյուցիան եւ տնայնացումը, որովհետեւ մինչ այդ կային բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք լուծելով մի քանի խնդիրներ միաժամանակ խնդրահարույց էին, որովհետեւ անդադ ինչ որ ինֆորմացիայի բաց էր մնում եւ այդ խնդիրը լուծելու համար արդեն վաղուց պարզ էր, որ միակ լուծումը դա կլինի մաքսիմալ շատ թվով երկրներից ամբողջ աշխարհից, որոնք ունեն խաղողագործական ավանդույթներ, հավաքել նյութ եւ իրականացնել ամբողջական գենոմի սեկվենավորում։ Եվ դա շատ լավ գաղափար էր, որովհետեւ որևէ երկիր, չգիտեմ, օրինակ ես չեմ պատկերացնում, ես քանի պրոյեկտ պիտի գրեի գիտության կոմիտեի, որ կարողանայի մի քանի whole genome sequence անել, իսկ այս պրոյեկտում շուրջ 300,000 եվրո հատկացվեց Հայաստանին եւ մենք հավաքեցինք ամբողջ աշխարհից մոտ 6000 տարբեր սորտեր, նաեւ վայրի խաղող, հասկանալու վերջապես այդ որ երկրում է ու որ տարածքում է, որ խաղողը տնայնացվել է եւ էվոլյուցիան ինչպես է եղել, հա, այդ process-ը դիտարկել, ոնց է եղել, որ վայրի խաղողը դարձել է կուլտուրական կամ մշակովի խաղող եւ մեզ միացավ այդ մտքին շուրջ 23 տարբեր գիտական կենտրոններ աշխարհի տարբեր երկրներից սկսած Աղվանստանից վերջացրած Հայաստանով պրոյեկտը տևեց շուրջ 4 տարի եւ արդյունքը ավելի քան սպասված էր շատ հեղափոխական տվյալներ այսպես մենք ստացանք որը թույլ տվեց մեզ վերաիմաստավորելու եւ նորովի նայելու մի շարք process-ների, որոնց մասին մենք առաջ ունեինք բոլորովին այլ պատկերացում։ Առաջի թերևս ամենակարևոր հայտնագործությունը, որ
ստացվեց այդ պրոյեկտի շրջանակներում այդ եզրակացությանը գալ, որ տնայնացումը տեղի է ունեցել ոչ թե միայն մի կենտրոնում, մինչև այդ, որովհետև բոլորը փաստում են, որ դա եղել է մերձավոր արևելքը, այլ տնայնացումը տեղի է ունեցել միաժամանակ երկու կենտրոններում, եւ դա մերձավոր արևելքը ու Կովկասն է։ Երկրորդ կարևոր այսպես եզրակացությունը, որ տնայնացումը տեղի է ունեցել ոչ թե 8000 տարի առաջ, որովհետև մինչ այդ բազմաթիվ գիտական խմբեր Իտալիայից, Ֆրանսիայից, նաև մասամբ Չինաստանից, որոնք ուսումնասիրել են խիստ սահմանափակ թվով սորտեր, ամենաշատը կարծեմ 472 սորտեր նորից որ կատարվել էր մեր չինացիների կողմից, եզրակացությունը միանշանակ հանգում էր նրան, որ տնայնացումը տեղի է ունեցել մերձավոր արևելքում։ Սակայն մինչ այդ արդեն մենք ուսումնասիրել ենք շուրջ 2000 տարբեր նմուշներ ներառյալ վայրի խաղող հավաքված Հայաստանից եւ մեր տվյալները ոչ մի կերպ համադրելի չէր այն բոլոր գիտական իդեպ շատ լավ ժուրնալներում տպագրված ուսումնասիրությունների հետ, որոնք միանշանակ փաստում էին, որ խաղողը, որը աճում է Վրաստանում, ինքը հիմք է հանդիսացել կամ ինքն է անցեստրը եվրոպական խաղողի, որովհետև շուրջ 2000, ինչպես նշում եմ, սեկվենավորված գենոմներ եւ նաեւ ամբողջ աշխարհում կարծեմ 15000 տարբեր սեկվենավորված գենոմներ, քանի որ ես աշխատում եի տարվա մեծ մասը Գերմանիայում եմ եւ այն ինստիտուտը, որտեղ աշխատում եմ, իրենք տնօրինում են եվրոպական տվյալների բազային։ Եվ ես շանս ունեի բազայի տվյալներ ուսումնասիրելու եւ որևէ կերպ, որևէ relationship փոխկապվածություն, օրինակ մեր սորտերի եւ եվրոպականի միջեւ ինչ չէր ստացվում դիտարկել, ու ես ահավոր զարմանում եմ, որ ոնց կարող է օրինակ վրացիները գտնեն առավել եւս համարեն, որ անցեստրը իրանք են, ու մեզ մոտ չստացվեր։ Ու այս ուսումնասիրությունը եկավ փաստելու, որ ոնց որ գրեցին մի շարք կարևորագույն ժուրնալներ այդ ոլորտի Էկոնոմիստը, Դեկանտերը, Washington Post-ը եւ այլն, իրենք անգամ առաջարկեցին, որ պիտի հետ կանչվեն բոլոր այն հոդվածները, որոնք սխալ ինֆորմացիա են գեներացրել, ու այդ կոչեցին վրացա-իտալական մաֆիա, գիտական, որովհետեւ իրականում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Կովկասից առհասարակ միգրացիա չի եղել։ Այդ էր պատճառը, որ մեզ չէր հաջողվում որևէ փոխկապվածություն գտնել եվրոպական խաղողների հետ, ու երբ որ դու ունես սեկվենավորված հազարավոր գենոմներ ու փորձում ես կլաստերիզացիա անել, տարբեր կենսաինֆորմատիկական, մենք տարբեր մեթոդներ ենք կիրառել մի քանի տասնյակ եւ ավել, machine learning, deep learning, AI-ի բոլոր ալգորիթմները, որոնք հնարավոր է data visualization անել, ու միևնույնն է այդ կապը չենք գտնում։ Եվ բանից պարզվեց, որ ամենևին էլ վրացական առհասարակ Կովկասը դերակատարում չի ունեցել եվրոպական խաղողի կենսաբազմազանության մեծացման մեջ, այ գլխավոր դերակատարը հենց մերձավոր արևելքում տնայնացված խաղողն է եղել, որտեղից 4 տարբեր ուղղություններով միգրացիա է եղել եւ ամբողջ աշխարհում տարածվել է հենց մերձավոր արևելքից։ Իսկ Կովկասը իր կենսաբազմազանությամբ շատ յուրահատուկ է եւ այդ ուսումնասիրությունից հետո ուշադրությունը այդ համայնքի միանգամից մեծացել է հենց կոնկրետ Հայաստանի մեր գիտական խմբի նկատմամբ, որովհետև հետազոտողները հասկացան, որ առանց այդ կենսաբազմազանության ուսումնասիրման դժվար է գալ այսպես գլոբալ եզրահանգումների, ու հաջորդ կարևոր փաստը կամ եզրակացությունը, որին հանգեցինք, դա այն էր, որ մերձավոր արևելքում տնայնացվել են սկզբից սեղանի սորտերը, իսկ Կովկասում գինու սորտերը, այսինքն մենք տենց 11000 տարի առաջ դեռ սիրել են գինի ու ինտուիտիվ կամ ոչ ինտուիտիվ պահպանել ու մշակել ենք հենց գինու համար նախատեսված սորտերը։ Եւ առհասարակ էվոլյուցիայի հետ կապված մի քանի շատ կարևոր եզրահանգումներ են, որ շուրջ 500,000 տարի առաջ վայրի խաղողը, որը կոչվում է Սիլվեստրիս, ինքը բաժանվել է երկու էկոտիպերի, արևմտյան եւ արևելյան։ Այն խաղողը, որ աճում է Հայաստանում, դա արևելյան էկոտիպին պատկանող խաղողն է։ Եվ երկրորդ կարևոր եզրահանգումը, որ երբևիցե չէր արվել, դա այն է, որ 56000 տարի առաջ
այդ արևելյան էկոտիպը նորից բաժանվում է երկու ենթաէկոտիպերի, էկոտիպ 1, էկոտիպ 2, եւ այդ էկոտիպ 2-ը տնայնացվում է Կովկասում, հիմք տալով բոլոր մշակովի սորտերը, որ մենք վայելում ենք հիմա, իսկ էկոտիպ 1-ը տնայնացվում է մերձավոր արևելքում։ Եվ այդ ժամանակ դա մենք գնահատել ենք 12500-ից 11700 տարի առաջ, այսինքն երբ որ արդեն սառցե դարաշրջանը ավարտվեց, կլիման սկսեց փոխվել, հա, եւ բույսերը սկսեցին ադապտացվել ու մարդը արդեն ենթագիտակցորեն սկսեց վերցնել եւ իր սկզբից զուտ դա եղել է սնվելու միջոց, հետո արդեն գիտակցաբար Homo sapiens-ը որ որոշել է որ կարող է նաև ալկոհոլային խմիչքներ ստանալ։ Այդ հետազոտությունը ինչքան որ մասշտաբային էր, այնքան էլ նաև թողեց բաց տեղեր, որի համար մենք հիմա ավելի մեծ մասշտաբային պրոյեկտ ենք ուզում սկսել։ Դա այն էր, որ հնիաբուսաբանները կարծում են, որ տնայնացումը եղել է ոչ ավելի վաղ, քան 8000 տարի առաջ, իսկ գենետիկները փաստում են, որ դա եղել է 11700 տարի առաջ, եւ շուրջ 3000 տարվա գեփ կա։ Ու մենք հիմա ունենք զուտ միայն հիպոթեզեր, ինչի արդյունքում դա կարող է լինի։ Առաջինը այն է, որ երբ որ կլիման սկսում է փոխվել, բայց այնուամենայնիվ դեռ այնքան ջերմ չի, որ օրինակ բույսը կարողանա բավարար չափով շաքար կուտակի ու ինքը քաղցրանա ու մարդը սկսի ուտել։ Ու ենթադրվում է, որ մի որոշ ժամանակահատված խաղողը մարդը օգտագործել է ուղղակի կտրել վառել ջերմանալու համար, հա։ Երկրորդ հիպոթեզը դա այն է, որ այն փոփոխությունները, որոնք վայրի խաղողին դարձնում են կուլտուրական, այդ մուտացիաներ են տեղի ունենում որոշակի գեներում, հա դրա համար պահանջվում է որոշակի ժամանակահատված։ Եվ այդ ժամանակահատվածը գուցե տևել է մի քանի հազարամյակ, եւ երրորդ հիպոթեզը, որը մեր արխեոլոգ ընկերները ամենևին չեն սիրում, դա այն է, որ իրենց դեռևս չի հաջողվել ամեն դեպքում հասնել այն շերտերի երկրաբանական, որտեղից կկարողանան ավելի վաղ դարաշրջանի նյութ գտնել։ Եվ այդ իսկ պատճառով նույն այդ մեծ թիմով հիմա փորձում ենք ֆինանսավորում ստանալ էլի Չինաստանից, որովհետև ինձ թվում է այն բոլոր երկրները, որոնք մասնակցում են այս պրոյեկտին, ամենահարուստը ոնց որ թե Չինաստանն է ու իրենք իսկապես ներդրում են անում։ Հիմա մենք ուզում ենք շիֆտ լինել դեպի արխեոգենոմիկա ու բոլոր երկրները, որտեղ հնարավոր է գտնել այնպիսի նյութ, որից հնարավոր կլինի անջատել ancient DNA, փորձենք անջատել այդ ancient DNA-ը եւ հասկանալ վերջապես թե երբ է տեղի ունեցել ավելի կոնկրետ տնայնացումը արդյոք գենոմային կամ մենք կհերքենք այն տվյալները, որ գեներացրել ենք գենոմային ուսումնասիրությունների արդյունքում կամ մենք կհաստատենք ու արդեն ոնց որ դաշտը կտրամադրվի արխեոլոգներին գտնելու ավելի վաղ ժամանակաշրջանի համար գենետիկական նյութ։ Ու շուրջ 2 տարի մեր ինստիտուտը համագործակցում է նաև հնագետների հետ, մասնավորապես Գասպարյան Բորիսի հետ, եւ մենք հուսով ենք, որ մոտ ապագայում մի 3-4 տարի հետո գոնե պիտի որ նոր ավելի թարմ ինֆորմացիա ունենանք։ Այս պրոյեկտը բացի այն, որ նոր ինֆորմացիա գեներացրեց, նաև քանի որ ժամանակի ընթացքում տեխնոլոգիաներն են շատ ավելի ակտիվ զարգանում, իսկ առաջի սեկվենավորումը խաղողի կատարվել էր 2007 թվականին, իսկ մենք 2023-ում ենք, ավարտեցինք պրոյեկտը 22-ին, մենք օգտագործեցինք շատ ավելի նոր տեխնոլոգիաներ եւ գենոմային այդ հսկա տվյալների վերլուծման համար բազմաթիվ մի քանի տասնյակ AI կողմից գեներացված ալգորիթմներ, որոնք շատ ավելի հավաստի էին, եւ մեզ հաջողվեց հայտնաբերել շուրջ 6000-ով ավելի գեներ, քան մինչ այդ հայտնաբերվել էր առաջի սեկվենավորման ժամանակ, ինչպես նաեւ հաջողվեց այդ coverage-ը դարձնել 20 անգամ, այսինքն մոտ 20 երկար ռիդերով հավաքել ամբողջ գենոմը եւ մի շարք պարամետրերով միանշանակ շատ ավելի արդյունավետ էր այս վերջի սերնդի սեկվենավորմամբ Illumina-ի Novasec-ով ենք իրականացրել սեկվենավորումը, որը մեզ նաև հնարավորություն տվեց հասկանալ այն տարբերությունները, որ գոյություն ունեն արևելյան ու արևմտյան էկոտիպերի խաղողի գենոմներում եւ
ինչի համար ենք նաև համեմատություն իրականացնում, որովհետև առհասարակ ընդունված է, որը երբ որ ցանկացած բույս ինքը կուլտուրականացվում է, այդ էվոլյուցիայի ընթացքում լինում են մի քանի անգամ այսպես bottleneck կոչվածներ, այսինքն ինչ որ կլիմայական պայմանների անբարենպաստ այլ գործոնների արդյունքում պոպուլյացիայի քանակը կրիտիկական կարող է կրճատվել եւ այդ կրճատման արդյունքում նաեւ գենետիկական բազմազանությունն է կրճատվում եւ հետեւաբար երբ որ նաեւ իրենք փորձում են դառնալ կամ արդեն դառնում են մշակովի չգիտեմ բույսեր, անկախ նրանից դա խաղող թե այլ մշակաբույս, իր գենոմը պիտի որ լինի շատ ավելի հոմոգեն, քան վայրի նախնիիններ։ Մեզ մոտ այդ bottleneck-ը ոնց որ շատ մեղմ է անցել, որովհետև ես էլ մինչև գենոմային ուսումնասիրությունները ֆրագմենտային սեկվենավորում ենք մենք թիրախ հատվածներում, ես որևէ տարբերություն չէի դիտարկում վայրի եւ մշակովի մոտ, ու սկզբից անդադ դու սկսում ես մտածել արդյոք դու ճիշտ մեթոդ ես ընտրել, արդյոք ճիշտ են այդ բիոինֆորմատիկական մեթոդները, որով դու վերլուծություն ես անում, որովհետև անգամ շատ պարամետրերով վայրի խաղող շատ ավելի հետերոգեն էր, քան մեր կուլտուրականը, իսկ այդ ոնց որ դեմեր են դասական գիտելիքին, որ մինչև գեներացվել էր, եւ այս մասշտաբային ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այո, Կովկասում աճող խաղողը, վայրի խաղողը շատ ավելի հետերոգեն է, քան եվրոպականը, եւ այդ bottleneck-ը ինչ առումով գուցե շատ մեղմ է եղել մեզ համար, հա, այսինքն պոպուլյացիան այդպես կրիտիկական չի նվազել եւ պատճառը ենթադրյալ պատճառներից մեկը նաեւ այդ մեր աշխարհագրությունն է, հա, մենք բոլոր կողմերով շրջապատված ենք օրինակ լեռներով, որոնք կարող են պաշտպանիչ դերակատարում ունենալ, ասենք ինչ որ գլոբալ ջրհեղեղներ չներել, մի քանի պատճառներ կան, որ հնարավոր են դարձրել այդ հարուստ գենետիկական նյութի պահպանմանը, իսկ դա հիմա թերևս ամենակարևոր այս ոլորտում այսպես արժանինքներից մեկն է, որովհետև ինքը քեզ լայն հնարավորություններ է բացում արդեն սելեկցիայի տեսանկյունից, իսկ այս ոլորտը Green Deal-ի կոնցեպտի շրջանակներում որոշել են, որ մինչև 2030 թվականը 70%-ով հերբիցիդները պիտի կրճատվեն, հա, այսինքն դու պիտի կարողանաս աճեցնել այնպիսի բույսեր, որոնք լինեն ռեզիստենտ հիվանդությունների նկատմամբ, ու դու կարիք չունենաս օգտագործել հերբիցիդներ, որոնք շրջակա միջավայրն են վնասում եւ որոնք վնասակար են մարդու առողջության համար։ Հաջորդ շատ կարևոր բացահայտումը, որ այսպես մի քիչ էլ շոկային էր մեզ համար, դա որ մեր վայրի խաղում լրիվ պատահական մենք հայտնաբերում ենք ռեզիստենտ գեներ, սնկային մի շարք հիվանդությունների նկատմամբ, իսկ էլի մինչ այդ գեներացված գիտելիքի համաձայն այդ գեները գալիս են միայն ամերիկյան խաղողից ու ասիական խաղողից։ Եվ միայն 2020 թվականին շատ պատահաբար Nature-ում հոդված է տպագրվում Դեյվիսի համալսարանի կողմից, որ իրենք սեկվենավորել են գտնելու այդ ռեզիստենտ արգեները եւ շատ պատահական այն բույսերը, որոնք ցակումով Հայաստանից են եղել վայրի խաղողի եւ 2000-ականների սկզբին, չգիտեմ ով, չգիտեմ ոնց, փոխանցել է մեր գենետիկական նյութը ամերիկացիներին, իրենք շատ պատահաբար հայտնաբերում են այդ էրգեները Հայաստանում աճող վայրի խաղողի մոտ։ Այստեղից էլի այս ոլորտը ինչքանով որ նոր ու հետաքրքիր է, միաժամանակ շատ խնդրահարույց է մեզ համար, որովհետև առհասարակ մենք այստեղ չունենք ընդունված որևէ օրենքներ, օրինակ գմոյի մասին օրենքը մինչև հիմա draft version-ով կախված է։ Մենք չունենք օրենք, որ կարգելի առհասարակ գենետիկական ռեսուրսների, մասնավորապես բուսական գենետիկական ռեսուրսների արտահանումը քո երկրից դուրս է, ասոցացված չենք ոչ մի պրոտոկոլների, այսինքն ամբողջովին անտեսված ու բաց դաշտ է, իսկ ես ոչ օֆիցիալ տվյալներ ունեմ, օրինակ վրացիները, որ հեշտ անցնում են Բագրատաշենով, հավաքում են մեր վայրի խաղողը, անգամ $100 մի քանի 100 բույսեր իրանց վաճառողներ են եղել մի քանի տարի առաջ, ու որևէ կերպ, որևէ պետական ինստիտուտ դա չի վերահսկում, իսկ դա կատաստրոֆիկ հետագայում հետևանքներ կունենա մեզ համար, այո։ Չէ, իհարկե գաղտնիք չէ, օրինակ հիմա Վրաստանը ասում է, որ ինքն էլ ունի այդ ռեզիստենտ
վայրիները եւ իրենք պատենտավորում են ու ամբողջ աշխարհին սկսեն ծախել, վաճառել, հա օրինակ պատվաստացություններ ռեզիստենտ օիդիումի միլդյուի նկատմամբ, հա ու որևէ գիտական աշխատություն դուք չեք գտնի, որտեղ իրենք կտպագրեն այդ սեկվենավորման տվյալները, որտեղ եթե տպագրվեն, ինձ համար 5 րոպեի հարց է հասկանալու դրանք հայկական են թե չէ, որտեղ անցյալ տարի մենք Բորիսի հետ ամբողջ Դալավերդի, Բագրատաշեն փորձեցինք քայլել հավաքել հնարավորինս շատ գենետիկական նյութ, այսինքն այդ բազան հարուստ տվյալների մենք ունենք եւ իդենտիֆիկացնելը մեզ համար մեկից մեկը, բայց իրանք երբեք չեն հրապարակում, բայց օրինակ Իտալիայում արդեն շատ ակտիվ սկսել են վրացական ռեզիստենտ սորտերի արտադրություն, այսինքն ինքը նաեւ լուրջ բիզնես շահ է հետապնդում, հա, մի խոսքով բացերը շատ են ու այսպես այդ հոդվածը որ տեսա միտք առաջացավ, ես այդ ժամանակ էլ Գերմանիայում եմ, որ ուղակի դնենք ու սիկվինավորենք, որտեղ իրենք ես խնդրեցի ցույց տվեցի հոդվածը, իրենց մոտ էլ է շատ հետաքրքրությունը մեծ, ուղակի դնենք ու սկսենք ապրիորի սիկվինավորել են ամենը, ինչ այնտեղ դեռ պահվում էր։ Ու 173 նմուշի մոտ լրիվ պատահական այդ բոլոր էրգեները արկա են, այսինքն իրենք պոտենցիալ ռեզիստենտ են այն հիվանդության նկատմամբ, որը հարուցում են որոշակի խմբի սնկեր ու որի բուժման համար տարեկան խաղաղորդը 6-ից 7 անգամ այդ վատթույններով իրենց սրսկում է, հա։ Ու հիմա մենք ստացանք նաև FAST-ից մի պրոյեկտ, որը ղեկավարում է մեր գործընկերը Լայպցիգի համալսարանից կենսական ինֆորմատիկ Հանսը Բինդեր ու Հանսի հետ իդեան ամենագլխավոր իդեան դա այդ էրգեների search for our genes փնտրենք էրգեները ու փորձենք հասկանալ ոնց պետքա գնանք, ոնց պիտի շարունակվի այդ ուղին, որովհետև մենք ունենք բոլոր շանսերը մեր նյութը եւս պատենտավորելու, հա, ու նաև այդ Green Deal-ի կոնցեպտի մեջ է, որովհետև եթե դու ունես ռեսուրսներ, որ քեզ թույլ է տալիս անցում կատարել, ու այդ նույն կանաչ գյուղատնտեսություն հաճախ ասում ենք, բայց իրականում դա հնարավորություն է ուսումնասիրել օգտագործել գենետիկական ռեսուրսները, որոնք աճում են քո երկրում, իսկ Հայաստանը բարեբախտաբար ամենահարուստ ինքը hotspot համարվում է biodiversity hotspot, այսինքն մենք ունենք 3600 տարբեր տեսակի բույսեր, մենք ունենք շատ մեծ բազմազանություն խաղողի տեղածին սորտերի, նախկինում կարծիք կար, որ առաջի կոլեկցիան, որ հիմնադրվել էր դեռևս 1950 թվականին, եղել է շուրջ 800-850 խաղողի սորտեր։ Հետո երբ որ Սովետ միությունը փլուզվեց ու հողերը սեփականաշնորհվեցին, ու եղավ պատերազմ ու վատ տնտեսական տարիներ, մարդիկ ուղակի կտրել են իրենց այգիները ու ոչնչացրել են այդ սորտերը, որտեղ զուտ ջերմանալու խնդիր են ունեցել, հա, կտրել ու վառել են։ Դրա արդյունքում այդ ամբողջ կենսաբազմազանությունը ոչնչացվեց եւ 2016 թվականին FAO-ի աջակցությամբ որոշեց, որ պիտի նորից փորձենք հավաքագրել, վերականգնել այդ կենսաբազմազանությունը, քանի որ մենք մեզ հռչակել ենք որպես գինեգործական լուրջ ավանդույթներ ունեցող երկիր ու փորձում ենք վերականգնել նաև ավանդական գինեգործությունը։ Եվ այդ ծրագրի շրջանակներում իրենք հավաքագրել էին 300-ից ավել նմուշներ եւ հենց 17 թվականին ես ստացա էլի BMBF-ի կողմից մի պրոյեկտ, որի հիմնական իդեան գենետիկական անձնագրավորումն էր։ Այսինքն ոնց որ մենք մարդիկ ունենք մեր անձնագիրը սեփական սերիայով եւ համարով եւ յուրաքանչյուրս ունի, չի կրկնվում։ Նույն կերպ բոլոր սորտերը համապատասխան մեթոդների կիրառմամբ, այդ սեկվենավորման մեթոդների, մենք ենթարկեցին գենետիկական անձնագրավորման, այսինքն գենոմի որոշակի հատվածներ, որոնք շատ տարբեր են եւ 99.9% հավանականությամբ մի նմուշից մյուս նմուշ երբեք չեն կրկնվում, այսինքն դրանով է բացատրվում նաեւ այդ յուրահատկությունը, առանձնահատկությունը կամ պոլիմորֆիզմը։ Մենք օգտագործեցինք այդ 25 ռեգիոնները ամբողջ գենոմով մեկ եւ անձնագրավորեցինք մեր բոլոր սորտերը ու արդյունքում բարձվեց, որ մենք ունենք ոչ թե 300, այլ շուրջ 170, այսպես կոչում են իրենց true to type variety, այսինքն ճիշտ ինքնությամբ սորտեր, որովհետեւ հավաքվել էին օրինակ, չգիտեմ, մի 100-120 նմուշներ տարբեր անուններով,
Բանից պարզվեց, որ դրա գերակշիռ մասը արենին է, որը կարող է իր մորֆոլոգիան փոխի, բացի նրանից, որ ունի շատ լայն կլոնալ բազմազանություն, արենիի համար մենք գտել ենք 29 տարբեր կլոններ, հա, եւ այդ օրինակ, եթե ես լինեի գինեգործ, ես ամեն ինչ կանեի, այդ կլոնները ձեռք բերեի ու փորձեի կլոններից միկրովինիֆիկացիայով հասկանալ, որտեղ ոչ ոք չի երաշխավորում, որ օրինակ ինչ որ X կլոնից շատ ավելի լավ գինի չես կարող ստանալ, քան true to type արենիից։ Այդ իսկ պատճառով այդ բոլոր տվյալները մենք տրամադրել ենք խաղաղագործության գինեգործության հիմնադրամին, որ իրենք տարածեն այդ ինֆորմացիան գինեգործների շրջանում, որ գինեգործները գնան ու օգտվեն այդ կենսաբազմազանությունից, որովհետև դրա իդեան ոչ միայն պահպանությունն է, այլ դրա իդեան շանս տալ գինեգործին փորձել ու գտնել նոր սորտեր, որովհետև հիմա աշխարհը առհասարակ ինչքանով որ ես եմ շփվում, իսկ գործի բերումով դու շփվում ես այդ ոլորտը, այսպես ասած, կերտող ու այդ օրենքները գծող ու առաջ տանող կարևոր ինստիտուտների, գիտական կենտրոնների նույն OIV-ի հետ, իսկ իրենք այս տարվա OIV-ի հիմնական մեսեջը back to your origin, որտեղ բոլորը հոգնել են անդադ խմել գինի մերլո, պինո նուար կամ շարդոնե, իրենք փնտրում են նոր համեր։ Իսկ նոր համերը դրանք կարող են ապահովել այդ մեր ավտոխտոն սորտերը, որոնք անգութ ձևով ոչնչացվել են, եւ հիմա շանս կա, որ գինեգործը գնա ու փորձի, որովհետեւ ոչ ոք չի ասել, որ օրինակ ինչ որ մի X սորտից հնարավոր չի շատ ավելի լավ գինի ստանալ, քան արենիից, իսկ մենք հայտնաբերել ենք 120-ից ավել, այսպես ասած, անանուն սորտեր, որ չեն կարող իդենտիֆիկացնել իրենց ոչ գենոմով, ոչ մորֆոլոգիայով, որովհետև իրենց գտել մենք այս տարիների ընթացքում ինձ թվում է Հայաստանում ինչքան փոքր կորած գյուղ ու խաղողի այգի կար գնացինք, որովհետև բույսեր ունեինք, որ ընդամենը մեկ բույս ենք գտել, ու այդ մեկ բույսից նմուշարել ենք, վերել ենք իրեն պահպանել ենք, ու ֆանտաստիկ սիրուն խաղողներ կան, ու ինձ թվում է շատ լավ պոտենցիալով, գինեմետ պոտենցիալով։ Այ հիմա ոնց որ դաշտը պիտի հանձնել գինեգործներին, որ իրանք փորձեն ստանալ ավելի լավ, ավելի հետաքրքիր գինիներ, իսկ Հայաստանը այդ պոտենցիալը լուրջ ունի։ Եթե կան հարցեր այս թեմայի վերաբերյալ, կարող եք տալ, հետո ես շարունակեմ։ Ես մի երկու հարց ունեմ բարև ձեզ։ Շատ հետաքրքիր է, օրինակ այդ 120 տեսակից շանս կա, որ մի երկուսը օրինակ հենց հիմա մեկը կկտրի, կտանի, կվառի եւ կկորցնենք նաեւ, ինչ արվում դրա պահպանության համար, առաջին հարցը, եւ երկրորդ հարցը այդ որ ասում եք 29 կլոն օրինակ թե 25 արենի ունենք, օրինակ ճշտել սա 17-րդն է թե 24-րդն է, ինչ արժի ֆինանսապես, ժամանակապես դա հեշտ անալիզա թե չէ, օրինակ կարա գյուղացին բերի մի արկը խաղող եւ ասի մի հատ ասեք սա որ մեկն է, հետո տանի գործարան ասի մի հատ սրա խաղողը գինին ստացեք, տեսնենք ոնց է ստացվում։ Շնորհակալություն, ուրեմն կոլեկցիայի ամբողջ գաղափարը կայանում է նրանում, որ ոչ ոք չկարողանա մտնի կտրի տանի ոչնչացնի, որտեղ մինչև այդ շատ են մտել կտրել ոչնչացրել։ Կոլեկցիան մեր գտնվում է Էջմիածնում, Գայանե եկեղեցու անմիջապես հետևը, եւ ինքը պահպանվում է եւ իպահատրված խաղաղագործության եւ գինեգործության հիմնադրամին կամ նույն ինքը էկոնոմիկայի նախարարությանը։ Եվ իրականում, երբ որ մեզ պետք եղավ, որովհետև ինչպես նշեցի, գտել էինք սորտեր, որոնցից ընդամենը մեկ բույսեր, հետ էինք գնում հետո հայգիներ, այդ տերերն էլ իրենք, քան որ մեկ բույսեր իրենց պետք չէր կամ իրենք վաճառել են հայգին, կտրել ոչնչացրել են։ Այդ պատճառով հիմական սորտեր, որ պահպանվում են, բացառապես միայն կոլեկցիայում։ Եվ հիմա մենք փորձում ենք մեկ այլ պրոյեկտ ստանալ Horizon-ից, որ կարողանանք դուպլիկատ անել կոլեկցիան, որտեղ ունենք շատ ավելի լուրջ խնդիր, որն է ֆիլոքսերան, որի մասին չգիտես ինչի ոչ մեկ չի ուզում բարձրաձայնի, իսկ խաղողի տարանքում ոչնչանում է։ Այնպես որ քանի պահպանվում է կոլեկցիայում, ոչ մեկ չի կտրի փչացնի։ Կլոնների հետ կապված մենք նրանց պայմանական ուղղակի անուններ ենք տվել 1 2 3 4 եւ այլը, այդ արդեն գինեգործը կարծում եմ հիմնադրամը լավ կանի բերքահավաքի ժամանակ ինչ որ բաց դռների օր հայտարարի, որ գինեգործները ուղղակի գնան ու տեսնեն այդ ամբողջ կենսաբազմազանությունը ու իրենց համար ընտրեն այն սորտերը, որոնցով
իրենք ուզում են ինչ-որ փորձարկումների գնալ, հա, նոր գինի ստանալու հետ կապված։ Այդ պահով մենք ոչնչով օգնել չեն կարող, դա արդեն հիմնադրամի իրավասությունների դաշտում է, իսկ արժեքի հետ կապված, եթե աշխարհում էլ շատ քիչ են լաբորատորիաների 3-4, որոնք անում են գենետիկական անձնագրավորում, մի նմուշը արժի շուրջ 200 եվրո, Հայաստանում ինձ թվում է կարժենա մինչև 400 եվրո, որովհետև մենք ունենք գնումների մասին այդ փայլուն օրենքը, չգիտես ինչի մինյութը ձեռք ենք բերում մի 6 ամսվա ընթացքում, վճարելով 3 անգամ ավել, քան ինքնարժեքն է, ու ֆինանսների նախարարությունը որևէ կերպ մինչև հիմա չի փորձում գիտության կամ գիտնականի համար այդ բեռը թեթևացնել, մենք ստանդարտ տենդերով 2.5-3 անգամ թանկ ձեռք ենք բերում նյութեր, ու մի նմուշը լավագույն դեպքում 300 եվրո կարժենա անձնագրավորելու համար։ Ինքն պետական ձեռնարկությունն է, ձեր ձեռնարկությունը, որ տենդեր աստիճան անում եւ այլն։ Մենք մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ենք, Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներից մեկը։ Պարզա, մի հատ էլ փոքր հարց էլի, թոզոտն էլ է համարվում արենի կլոն, թե ինքը առանձին է։ Ոչ, թոզոտը առանձին սորտ է, արենի կլոնը չի։ Իդեպ թոզոտը եւ արենին, սև արենի, սպիտակ արենի ծնողներն են։ Որովհետեւ հաջորդ թեման խաղի գենոմի ատլասներ, երբ որ մենք սեկվենավորեցինք այդ հսկա բազմությունը ինչ հաջողել էինք հավաքել, որոշեցինք, որ մի հատ էլ ծնողական ձևերի ատլաս կառուցենք, հասկանանք ancestor-ը ամենակարևոր, որովհետև բոլորիս մոտ կա այն կարծիքը, որ դա արենին է, չգիտես ինչի, որտեվ արենի քարա իրենք հայտնաբերել, բայց ես պետք է նշեմ, որ մինչև այժմ որևէ մեկին չի հաջողվել գենետիկական նյութ անջատել այն խաղի սերմերից կամ ցողուններից, որ հայտնաբերվել է, որտեվ իրենք եղել են շատ ածխացած եւ այդտեղ ընդհանրապես DNT չկար եւ որևէ մեկը չի կարող փաստել, որ այդ նյութը, որ գտնվում է, դա արենի սորտի հետ որևէ կապ ունի։ Ավելին ասեմ, երբ որ մենք սկսեցինք ստեղծել այդ ծնողական ձևերի ատլասը, մենք գտնանք, որ ունենք մի սորտ, որը վտանգված սորտերից է ավտոխտոն, իրեն առաջի անգամ 1960 թվականին ունենք շատ լավ սելեկցիոներ Պողոսյան, ինքն է հայտնաբերել Հատիս լեռան վրա, ու որոշել եմ, որ ինքը ինչ որ վայրի խաղող է, երևի ծիտը բերել է, ինչ որ սերմ գցել է ու այդ բույսը աճել է։ Ու երբ որ նայում ենք ծնողական ձևերը, ես տեսա, որ Հադիսը ինքը մեր բոլոր հին ավտոխտոն սորտերի կամ մայրն է կամ հայրն է, ներառյալ սև արենին, որի հետ ինքը ունի PO parent offspring relationship, բայց ինքը քանի որ դու չես գտնում երկրորդ ծնողին, չես կարող փաստել ինքը արենի ծնողն է թե երեխան, բայց քանի որ Հատիսին նաև ինչպես նշեցի 1 տասնյակից ավել կարևորագույն սորտերի, օրինակ ոսկե հատի, քառանդամակի, ճիլարի, օրդուցի ճիլարի ծնողն է հանդիսանում, մենք դա շատ լուրջ հիմք է գիտական ենթադրելով, որ Հատիսին մեր կուլտուրական սորտերի ancestor-ն է, նախատատն է կամ նախապապն է, հա, իսկ արենին միայն 1 սորտի, սպիտակ արենի մայրն է ու սև խարջի սև խաղող այդպես են անվանում Վայոց-Ձորում սորտ ունենք իր հետ ունի pure relationship, հա, էլ որևէ տեղացին սորտի հետ որևէ ազգակցական կապ չենք դիտարկել։ Ու դա մեզ լուրջ հիմք է տալիս, այո, ինքը գուցե հնագույն սորտերից մեկն է, բայց հաստատ նախատատ կամ նախապապ չի կարող հանդիսանալ մեզ համար։ Չնայած որ Վայոց ձորի կամ առհասարակ Հայաստանում գինեգործության այդ էմբլեմաներից մեկն է հանդիսանում, երբ որ ասում են Հայաստան, անպայման ասոցացվում է դա արենիի հետ։ Ու այդ գենոմային ուսումնասիրությունները հենց դրանով էլ կարևոր են, որ թույլ են տալիս քեզ նոր գիտելիք գեներացնել ու նորովի բացահայտել այդ խաղաղորդության ու գինեգործության անցած էվոլյուցիան։ Բարի երեկո, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել արդեն իսկ առաջին իսկ մասը ահավոր տպավորիչ եւ հետաքրքիր բանախոսության համար, իրոք շատ հետաքրքիր է եւ շատ ողջունել է, որ այդպես կարեւոր եւ գիտական լուրջ բազայով գործ եք անում։ Հարցս հետեւյալն է. արդյոք ձեր նմուշների մեջ կան օրինակներ արևմտյան Հայաստանի շրջաններից,
Եվ մյուս հարցը այնց շատ վիճելի, մենք կարծես մի տեսակ համակերպված ենք, որ վրացիները ի վերջո առաջ են անցել իրենց գինու հանրահռչակման քաղաքականության մեջ, ի վերջո ինչ բացահայտվեց, մեր սորտերն են ավելի հին, թե իրենց։ Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն Արևմտյան Հայաստանի հետ կապված այնց միտք ունեինք, Քյոշի հետ Վահեի Քյոշկերյան ուզում էին գնալ Թուրքիա հավաքել, հետո ասացին, որ շատ ռիսկային է, բայց երևի դուք գիտեք Սամվելին Մաչանյան, ները մոռացա ոնց էր կոչվում իրա, Ալյուրիա։ Իրեն գնացել էին իրենց գյուղ, Ալյուրիա գյուղից բերել էին սորտեր, երկուսը չիդենտիֆիկացրեցի, որովհետև ուղակի նույն թուրքական սորտերի մեջ որևէ անալոգ չգտանք, իսկ մի սորտը թոզոտը դուրս եկավ, ու դա մեզ հիմք տվեց հասկանալ, որ թոզոտը եւս մեր հնագույն սորտերից է, ու թոզոտը սիրելի հավանաբար սորտ է եղել հայերի կողմից նաև Արևմտյան Հայաստանում, իսկ այն մյուս երկու սորտը, որոնցից մեկը սպիտակապտուղ է, մեկը նորից գինեմեծ սև սորտ, չեն կարող իդենտիֆիկացրել, բայց այնց միտք ունեինք, ասացին շատ ռիսկային է, չեք կարող, իսկ այդ ավելի հին այդ դիսկուրսը ինձ թվում է միշտ է լինելու, անգամ ես որ գնում եմ գիտաժողովների, ես մեր Արենին եմ ցույց տալիս իրենց քարանցավներ, ես վերջի ցեկուցման OIV պրեզիդենտ ասացի, որ Մարգարյանը ասի իրենք 8000 տարվա են, հեսա վրացիները ասել են, իսկ մենք 10000 տարվա, նենց որ դա միշտ կա, իսկ իրականում շատ գիտական, եթե նայենք, ուրեմն եթե 11700 տարի առաջ է տնային ացում եղել, այդ ժամանակ չի եղել ոչ Վրաստան, ոչ Հայաստան, ոչ Իրան, ինչ որ տարածք է եղել, որտեղ ապրել են ինչ որ Homo sapiens-ի ներկայացուցիչներ, որոնք ուղղակի տնայնացրել են, բայց երբ որ նայում ենք անցեստրիները, վրացական սորտ կա գրանցված քիսիա կոչվում, մեր մոտ դա ջրջրուկն է, որը հենց Կողբայի գագիկն է, մշակում ու գինի պատրաստում, այդ ջրջրուկը անցեստր է հանդիսանում առհասարակ Կովկասի բոլոր մշակովի խաղողների համար։ Հիմա մեր բացերից մեկը այն եղել, որ մենք տարիներ շարունակ ոչ բացարձակ ոչինչ գիտության մեջ այդ ուղղությամբ չենք արել, իսկ իրենք չունենալով որևէ շատ լուրջ sense գիտական պոտենցիալ, իրոք չունեն, իրենք մինչև հիմա չեն էլ անձնագրավորել, բայց իրենք փայլուն PR են անում։ Ցանկացած գիտաժողովի միջազգային, իրանք գալիս են Ռուսթավելից, իրանց ռեպորտերներով, մի քանի կամերաներով, բոլորից հարցազրույց են վերցնում, բոլորին հյուրասիրում են վրացական գինիներ, ջանջիգար են անում, բոլորի մոտ, բայց ասեմ վերջին տարիներին, երբ որ մենք սկսեցինք աշխատել, շատ լուրջ փոխվել է այդ կարծրատիպը կոտրվել է ինչ որտեղ, չնայած մենք երբեք չեն կարող մրցակցել PR-ի առումով վրացիների հետ։ Նույն մեր туриզմի կոմիտեն, օրինակ ես վերջի հոդվածը Science-ում, իրենք եթե մի քիչ լավ աշխատեն դրա վրա, դրանից շատ ավելի կարևոր գովազդային գործիք չի կարող լինի, բայց ինչ որ շատ пассив ենք։ Նույն սորտերի գրանցման հետ կապված, ուրեմն ասացի կա եվրոպական տվյալների բազա, որտեղ աշխարհի բոլոր երկրներում աճող խաղողները անձնագրավորված եւ պահպանված են։ Երբ որ ես սկսեցի միայն 100-ներ ու ասենք Արենին, Ոսկե հատը, Մսխալին, բոլորը country of origin որպես Ադրբեջաներ։ Նրանք մեզնից ակտիվ են եղել գոնե այդ առումով։ Ու միայն այդ աշխատանքների շնորհիվ այս բանի 363-ն եմ գրանցել։ Վերջի ես մեր համար կարևոր ձեռքբերում այդ խնդողնին հայկական դարձնելն էր, որտեղ ancestor Սյունիքից էր ու ասացինք, որ խնդողնին պիտի իրենք համաձայնվեցին, որ խնդողնին գրանցում են որպես հայկական ու ասեմ մենք այնքան ամփույթ ենք եղել ամեն հարցում, հա, օրինակ անցյալ տարի շատ մեծ սկանդալ էր Չիլիի Արգենտինայի միջև, իրենք մի սորտ ունեն, որից երկուսն էլ գինի են անում, իրենց էկոնոմիկայի գինեգործության մասով այդ մեծ գումարը գալիս է հենց այդ գինիներից, հա, անգամ Չիլիի պրեզիդենտը նամակ էր գրել Էրիկային, ով իմ գործընկերն է, ունկերն է, որ դատական հայց են սկսում ինստիտուտի դեպք, որտեղ իրանք կողմնակալ են ու որոշել են country of origin Արգենտինան է։ Այսինքն անգամ մի սորտի համար երկրները մրցակցում են, բայց մենք շատ հեշտությամբ տենց ամեն ինչ զիջում ենք ու զիջում ենք։
Կարող եմ խնդրել, որ մի քիչ մանրամասն ավելի ասեք, թե երբ որ դուք սեկվենավորում եք գեները ու տենց գենոմը ունեք, ինչ տվյալներ եք համեմատում, որ հասկանում եք, որ օրինակ այսինչ տարածաշրջանում էր, որ սկիզբ դրվեց տնայնացմանը կամ ոնց եղավ, որ վայրին դարձավ արդեն տնայնացված ու ինքը էլ վայրի չի։ Ոնց որ կոնկրետ ինչ տվյալներ կան գենոմի մեջ, որ ձեզ հիմք են տալիս նման եզրահանգումների գալ։ Շնորհակալություն։ Ես փորձում եմ շատ գիտահանրամատչելի անել, բայց հիմա մի քիչ ավելի գենետիկի բառապաշարով ու տեսանկյունից մեկնաբանեմ։ Նախ ինչա սեկվենավորումը։ Սեկվենավորումը երբ որ դու վերցնում ես ցանկացած օրգանիզմի կենթանի, լինի մարդ, բույս, կենթանի, հա, ու փորձում ես հասկանալ DNT-ում նուկլեոտիդների կամ այս տառերի հաջորդականությունը, հա։ Խաղողի գենոմը ինքը մոտավորապես 460 մեգաբայթ մեծությամբ գենոմ է, ի տարբերություն մարդու, որը մոտ 740 է, հա, շատ մեծ չի, բայց բույսերի գենոմի եւ մարդու գենոմի հետ աշխատելու էական տարբերություններ կան, որովհետեւ բուսական օրգանիզմները կամ բուսատեսակներ, որոնց մոտ շուրջ 90%-ը մինչեւ կրկնվող հաջորդականություններ են, հա։ Եվ դա շատ է բարդացնում հետազոտողի աշխատանքը, օրինակ այդ գենոմում գեների իդենտիֆիկացնելու տեսանկյունից։ Խաղողի մոտ շուրջ 67%-ը կրկնվող հաջորդականություններ են, այսինքն դու կարող ես շատ մեծ մեգաբայթ հատվածներ դիտարկել ու անդադ նույն հաջորդականությունը, այդ բարդություններից մեկն է։ Ինչպես ենք նայում, ինչպես ենք հասկանում։ Դրա համար այդ հետազոտության մեջ մենք վերցրել ենք եւ վայրի խաղող, վերցրել էինք եւ կուլտուրական խաղող, եւ երբ որ երկուսի նուկլեոտիդային հաջորդականությունը կամ սեկվենսները դու ունես, համապատասխան ծրագրերի միջոցով համեմատություններ ես անում, բազմաթիվ ալգորիթմներ ենք կիրառում, եւ այդ համեմատությունների արդյունքում մենք գտանք, որ օրինակ այդ արևմտյան էկոտիպի մոտ կա 1143 ռեգիոններ, որոնք ռեալ տարբերվում են մշակովից, վայրից դեպի մշակովի, իսկ օրինակ մեր տարածաշրջանի խաղողի մոտ ընդամենը 849 գեներ են գտել, որոնք տարբեր են մշակովից ու վայրի մշակովի միջև, հետևաբար դրանք այն թիրախ գեներն են, որոնք ենթարկվել են մուտացիայի ու խաղողին վայրից դարձրել են մշակովի, իսկ վայրից մշակովի դառնալու այդ ճանապարհին մի քանի կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել։ Առաջինը դա բույսի սեռի հետ կապված, հա, վայրի բույսերը իրենք երկսեռ են, միասեռ են, երկտուն կամ միասեռ, այսինքն կամ իքական են, կամ արական։ Իսկ մշակովի խաղողը ինքը հերմաֆրոդիտ է, այսինքն ծաղիկը եւ առեջ ունի եւ արսանք եւ ինքը կարող է ինքնափոշոտվել։ Այ հենց դա է եղել, երբ որ մարդը տեսել է, որ ինքը բերք ստանալու համար կարիք չունի, որ ունենա մի հատ արական բույս, մի հատ իքական, այդ ենթագիտակցորեն սկսել է արդեն պահպանել հենց այդ ինքնափոշոտվող կամ հերմաֆրոդիտ գեները, բույսերը։ Ու այդ գեները, որոնք պայմանավորում են, որ բույսը լինի միասեռ թե երկսեռ, դրանք հենց են առաջի թիրախ գեներն են, որտեղ մուտացիաները առաջացել են ու վայրից շիֆտ է եղել դեպի կուլտուրական։ Երկրորդ կարևորը դա շաքար սինթեզող գեների փոփոխությունն է եղել, ակտիվությունը, հա, իրենք ավելի էքսպրեսիվ են դարձել ու պտուղներում սկսել է ավելի շատ շաքար կուտակվել ու մարդը երբ որ փորձել է, տեսել է, որ սա ավելի քաղցր պտուղ է, ենթագիտակցորեն բռնել ու այդ քաղցր պտուղով բույսն է պահպանել ու սկսել բազմացնել։ Հաջորդը այդ ֆենոլոգիական փուլերն են, հա, որոնք ավելի երկար են ծաղկել, որ հնարավորություն է տվել փոշոտվել, ավելի ցրտադիմացկուն են եղել, իսկ ամենակարևոր հատկանիշներից մեկը այդ պտղի գույնն է եղել, հատկապես մեր տարածաշրջանի համար, հա, այդ գեներն էլ եւս այդ թիրախ մուտացված ռեգիոնների մեջ են մտնում, որովհետեւ գինու համար ինքը հասկացել է, որ ստանա կարմիր խմիչք, կարմիր գույնով ինքը պիտի պահպանի սևապտուղ բույսերը։ Դրա համար էլ հենց այստեղ գուցե սկզբից ինքը նաև սպիտակապտուղն է պահպանել, բայց հետո երբ որ հասկացել է իրան շատ ավելի հեշտ է գինի ստանալ ու շատ համեղ գինի է ինքը ստանում սևապտուղ սորտերից, ինքը պահպանել է սևապտուղ։ Դրա համար այստեղ տնայնացվել է սկզբից գինու սորտերը։ Ու մի կարևոր եզրահանգում էլ որ արեցինք, դա այն էր, որ մենք միջև հիմա գիտենք, ես էլ ահագին հետազոտություններ էի արել, որ վայրի խաղողը եղել է բացառապես սև։
բայց Իսրայելում իրենք գտել էին նաև վայրի խաղող, իրենք անդադ ասում են, որ սա վայրիա, որտեղ բոլոր մորֆոլոգիական հատկանիշներով ինքը վայր էր, բայց ինքը սպիտակապտուղ էր։ Ու այստեղ արդեն այս մեծ գենոմային ուսումնասիրությունը որ եղավ, մենք տեսանք, որ այո, որ ի սկզբանե նաև եղել են գեներ, որոնք պատասխանատու են եղել հենց վայրի համար, որ ինքը լինի սպիտակապտուղ եւ ոչ թե միայն սևապտուղ, Էդ էլ այդպես թիրախային 899 գեներ փոխվել են եւ վայրից բույսը դարձել է մշակովի։ Իհարկե առանց մարդու այդ անթրոպոգենիկ գործոնի ակտիվ մասնակցությամբ ոչինչ չէր լինի, բայց գենոմային մակարդակում տեղի ունեցած փոփոխությունները մարդու համար հիմք են հանդիսացել, որ այդ բույսին ինքը, այսպես ասած, պահպանի ու սկսի կիրառել իր սննդում ու առօրյայում։ Շնորհակալություն շատ հետաքրքիր բանախոսության համար, ինձ մի հարց է հետաքրքրում, արդյոք ձեր գիտնականների միջամտությամբ այդ գենետիկական կոդերի հետ ճակերտավոր խաղալու միջոցով հնարավոր կլինի ստանալ նոր տեսակներ, որոնցից շատ ավելի հետաքրքիր համային եւ հոտային, ինչու՞ չէ գունային գինու մատերիալ է, ասած կստացվի սորտերի շնորհակալություն։ Շնորհակալություն, ասեմ, որ այս տարի OIV-ին մենք բոլորս խմեցինք առաջի անգամ AI կողմից պատրաստված գինի, այսինքն ալգորիթմներ որոշել, ինչ դրոժներով, ինչ հնեցմամբ, ինչ կերպ պիտի պատրաստվի, բայց քանի որ ես առհասարակ գինի չեմ խմում, չի կարող որակը գնահատել, բոլոր հասկացողները ասում են, որ միջին որակի գինի էր ստացվել։ Ինչ վերաբերվում է դուք հիմա խոսում եք գիտնականի լեզվով ասած գենոմի խմբագրման կամ genome editing այդ գործիքի մասին, իսկ դա արդեն 20 տարուց ավել կիրառվում է տարբեր բույսերում, այսինքն ու հիմա շատ մեծ դիսկուրս կա գիտության մեջ, արդյոք դրանք GMO բույսեր են, թե ոչ GMO, ու մեր ինստիտուտը նաև եվրոպական մեծ պրոյեկտ կա Plant Genome, այդ պրոյեկտի մասնակից է, ու հիմա մի շարք երկրներ փոխում են իրենց ռազմավարությունը, կարծելով որ գենոմային խմբագրված գենոմով բույսերը դրանք գենետիկական մոդիֆիկացված բույսերը չեն, որտեղ դու անում ես փոփոխություններ մեկ նուկլեոտիդի օրինակ սահմանում ու դու տեխնոլոգիապես հնարավորություն ունես դիտարկել արդյոք այդ մեկ նուկլեոտիդի թեկուզ փոփոխությունը ինչ հետագա փոփոխությունների կարող է բերել բույսի մոտ եւ հիմնական բացատրությունը որ օրինակ բնության մեջ, հա, միլիոնավոր մուտացիաներ են լինում եւ այդ մուտացիաների շնորհիվ է որ մարդը բույսը կենթանին ադապտացվում է փոփոխվող պայմաններին։ Հետեւաբար մենք բոլորս ամեն օր ենթադրաբար պիտի ուտնենք GMO բույսեր, բայց մենք ուտում ենք ոչ թե GMO, այլ ուտում ենք ավելի ենթադրենք ադապտացված, հա։ Նույն խաղողը, երբ որ սևապտուղից դարձել է սպիտակապտուղ, ինքը մուտացիայի արդյունքում է ու ենթադրվում է, որ վիրուսն է եղել պատճառը, որտեղ վիրուսային գենոմի մի հատված ներդրվել է այն գենի պրոմոտերային հատվածում, որը պիտի սինթեզի անտոցյանին, որը ապահովի, որ խաղողը լինի կարմիր, սև, վարդագույն, այդ հատվածը սկսում է չաշխատել ու գենը չի սինթեզում այդ նյութը ու դու ունենում ես սպիտակ կամ ավելի բաց վարդագույն խաղող, հա։ Հետևաբար, եթե մենք ուտում ենք սպիտակ խաղող, մենք ուտում ենք GMO խաղող, ոչ։ Այդ genome editing-ը խաղողի մոտ 2017 թվականին հենց մեր չինացի գործընկերն է արել, իրեն հաջողվել է միաժամանակ միանգամից մի սորտի մոտ 12 ռեզիստենտ գեներ ակտիվացնել հիվանդությունների նկատմամբ։ Բայց այս մեթոդն էլ ունի իր սահմանափակումները, որ երբ որ բույսը բազմացնում ես, քանի բույսը կա ու դու իրան edit ես արել, ինքը այդ հատկությունը պահպանում է։ Հենց դու իրեն բազմացնում ես, այդ հատկությունը հաջորդ սերունդին չի փոխանցվում։ Հիմա դրա համար այդ ոլորտի մարդկանց երազանքն է, որ կարողանան նաև դա ժառանգական դարձնել, չի ժառանգվում։ Վերադառնում է, այո, նախկին ձևին, այսինքն եթե ոչ ռեզիստենտ է, այլ ոչ ռեզիստենտ է։ Բայց ես միշտ ասում եմ, որ մենք դա անելու խնդիր չունենք, այդքան գումար ծախսելու խնդիր չունենք, որտեղ մենք այնքան կենսաբազմազանություն ունենք, որ ցանկացած ստրեսային իրավիճակում ադապտացվող մի քանի սորտ հաստատ կգտնենք։ Ուղղակի մեզ պետք է լուրջ ֆինանսավորում, լուրջ ենթակառուցվածք, որ կարողանանք դա առաջ տանել։ Բայց չկա այդ ընկալումը ցավոք սրտի այդ վերևներում։
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Նախ շնորհավորում եմ բոլոր ձեռքբերումների համար եւ վստահ եմ, որ դա շարունակական եւ ավելի մեծ հաջողություններ է ունենալու։ Ինչ շատ հետաքրքիր է, օրինակ ձեր կատարած աշխատանքները որպես բիզնես ոլորտում որևէ մեկը այդ կոնկրետ առաջարկներ կատարել են եւ ձեր կատարած հետազոտությունները, որը գիտական լուրջ նշանակություն ունեն հետագայում տնտեսության մեր բիզնես ոլորտում ինչ հեռանկարներ կարող է բացել թեկուզ եւ Հայաստանի համար։ Շնորհակալություն։ Իրականում մեր բոլոր հետազոտությունների արդյունքները միտված են ֆունդամենտալից դեպի կիրառականի անցնելուն, որովհետեւ ամեն անիմաստ կլինի, եթե դու դրան կիրառելի չդարձնես։ Այդպիսի մի պրոյեկտ իրականացրեցին, գիտության կոմիտեն հայտարարել էր կիրառական արդյունքի ձեռքբերման միտված պրոյեկտ եւ Մարան ընկերության հետ առաջի անգամ Հայաստանում 2080 մետր ծովի մակերևույթից բարձրության վրա Արտաբույն համայնքում ցախած քարերի հենց կողքը մի հատ ֆանտաստիկ սիրուն օրգանական խաղի այգի են հիմնել, որը տարածաշրջանում իսկապես եզակի է, իդեան իրան մոդելային դարձնելն էր, նաև տուրիստական վայն տուրիզմի այդ ուղու մեջ իրեն դնելը, որովհետև ցավոք չեմ կարող ցույց տալ, բայց շատ ֆանտաստիկ սիրուն է, մենք այնտեղ կենսաբազմազանությունն ենք պահպանել, ոչ մի քար, ոչ մի թուփ, ոչ մի բան չենք հեռացրել, ու իդեան, երբ որ փորձում ենք կանխատեսել, ենթադրենք 100 տարի հետո ջերմաստիճանը ինչքան կփոփոխվի ու որ սորտերն են, որ այդ փոփոխվող պայմաններին կադապտացվեն, երբ որ գյուղատնտեսություն դառնա հորիզոնական, իսկ ուղղահայաց, իսկ Հայաստանում այլընտրանք չկա, մենք 100 տարի հետո, 200 տարի հետո գնալու ենք դրան, ընտրեցինք 6 գինեմետ ամենաշատ կիրառվող սորտերը, նաև եվրոպական սորտեր, շարդոնեներ, պինոներ, մերլոն ու սիրահը, ու տեսանք, որ եվրոպականները չեն աճում, իսկ մեր սորտերը ահագին լավ են իրանց զգում ու հիմա նույն Horizon-ի շրջանակներում ուզում ենք ամբողջ մետաբոլոմ ուսումնասիրել, այսինքն հասկանալ, երբ որ Արենին 950-ից տանում ենք 2000 մետրի վրա, արդյոք Իրանից հնարավոր կլինի նույն օրագինի ստանալ, թե օրինակ շաքարը ավելի քիչ կկուտակվի, ինքը կդառնա, չգիտեմ, սպիրտի համար ավելի լավ կամ ինքը կդառնա թեթև դիսերտային գինիներ ստանալու համար, այսինքն հիմա այդ փորձառության փուլում է։ Իսկ ինչ վերաբերվում է տենց բիզնես չի եղել ու Հայաստանում այդ scientific data-ն commercialization անող որևէ կազմակերպություն, որևէ օղակ ցավոք սրտի չկա, կենտրոնական բանկից մի երկու անգամ հետաքրքրվեցին ու դրանով վերջ։ Ինչ որ վաղը չեմ իսօր չգիտեմ, ինչ որ մի կամպանիայից են ուզում գալ ամերիկյան, իրանք են հետաքրքրված, բայց տեղի բիզնես ոլորտից տենց չկա հետաքրքրվող։ Մարանը միակ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ ում հետ այդ շատ լավ պրոյեկտը իրականացրեցինք։ Շնորհակալություն շատ հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Ես երկու հարց ունեմ։ Առաջին հարցը վերաբերում էր այդ սեկվենավորմանը էլի։ Դուք նշեցիք, որ մինչ whole genome անալիզ անելը իրականացել է ինչ-որ ֆրագմենտային հետազոտություն, ինձ հետաքրքիր է, թե կոնկրետ որ գեներն եք ընտրել համեմատելու համար, որ տարբերություն չի եղել տնային ու վայրի տիպերի մոտ, ու հաջորդ հարցը վերաբերում է ռեզիստենտությանը օրինակ, որ քանի որ գենետիկորեն մոդիֆիկացվածները դժվար են պահում ինչ-որ գեներ, ներկայումս իրականացում են ինչ-որ հետազոտություններ, որ օրինակ ինչ-որ սիմբիոզի միջոցով կարելի լինի պայքարել օրինակ սնկերի կամ այլ հիվանդությունների հարուցիչների դեմ, մասնավորապես սիմբիոզ օրինակ մանրէների հետ, ինչ-որ։ Շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար։ Հա, մինչև whole genome sequence-ը մենք անում ենք ֆրագմենտային սեկվենավորում երկու նպատակով։ Առաջինը դա գենետիկական անձնագրավորումներ, անում ենք SSR լոկուսներով, դրանք կոչվում է simple sequence repeat-ներ, այսինքն իրանք կրկնվող հաջորդականություններ են, 1-ից 6 նուկլեոտիդ անդադ կարող է գենոմում կրկնվի, բայց այդ ռեգիոններում կան հատվածներ, որոնք ունիկալ են, հա, այսինքն բնորոշ են միայն կոնկրետ սորտին։
գեներ չեն, իրանք ուղակի հատվածներ են, որոնցով մի նմուշը մյուսից հնարավոր է տարբերակել կամ հասկանալ, որտեղ կարող է իրանք տարբեր նմուշներ չեն, նույն նմուշներն են, հա, այդ եղանակով մենք իդենտիֆիկացիա ենք արել։ Իսկ R գեները նայել ենք էլի ֆրագմենտային սեկվենավորման, որտեղ full genome sequence ինքը շատ ավելի թանկ տեխնոլոգիա է, իսկ ֆրագմենտային սեկվենավորմամբ, քանի որ մենք գիտենք կոնկրետ գեներ, որ քրոմոսոմի որ լոկուսում է, այդ լոկուսների համար սինթեզված կամ պրայմերներ, այսինքն իրենք այն հատվածներն են, որոնք կոմպլեմենտարության սկզբունքով գնում կպնում են քո թիրախ գենին, ու եթե գենը կա, ամպլիֆիկացվում է, եթե ամպլիֆիկացվում է, դու դիտարկում ես իրանք, կամ չկա։ Դա ամենաարագ ու համեմատաբար մատչելի մեթոդն է R-գեների սկրինինգի։ Դա արել ենք հասկանալու ունենք ռեզիստենտ գեներ, թե չունենք ռեզիստենտ գեներ։ Երկրորդ հարցը դուք խոսում եք երևի մայկրոբիոմի հետ կապված Հայաստանում ցավոք սրտի մայկրոբիոմով դեռ չենք զբաղվում, որտեղ դրա համար ցանկացած առհասարակ գենոմային ուսումնասիրությունների համար լուրջ ենթակառուցվածք ու բարբերաբար ֆինանսական հոսքեր են պետք։ Մենք ստանում ենք 2-3 տարով պրոյեկտներ, սեթափ ենք անում այդ ինչ որ մի քանի task լուծելու համար ու հետո ավարտում է, ու հետո նորից պիտի գտնես։ Այսինքն բազային ֆինանսավորումը այնքան չնչին գումար է, որ դու դրանով չես կարող երազել էլի, ասես կամ ինչ-որ know-how գիտելիք գեներացնելու կամ գենոմային ուսումնասիրությունների համար։ Բայց հիմա աշխարհում շատ օրգանական այդ կամ կանաչ խաղաղագործություն, գինեգործությունացելով շատ տրենդային է դարձել, օրինակ Շվեյցարիայում իմ գործընկերները իրենք միջշարային տարածություններում խաղողի ցանում են մինթի այդ անանուխի, վայրի անանուխի տարբեր տեսակներ, որոնք շատ բարձր քանակի essential aromatic յուղեր են սինթեզում, իրանք գտնում են, որ այդ aromatic յուղերի առկայությունը այդ տարածքում ճնշում է մի շարք սնկերի զարգացմանը, հա, ու այդ օրգանական ճանապարհով փորձում են խուսափել պեստիցիդներից, իդեպ շատ լավ հետաքրքիր արդյունքներ են ստացել։ Մենք տենց մի գաղափար տաբակոյի հետ ունեինք, որոշել էինք, որ փորձարկենք նիկոտինը ոնց կազդի, միջշարքերում ուղակի տաբակ տնկեինք ու հասկանայինք, տենց իդեա էր դա, այդ ֆինանսավորում չգտանք անելու համար, նույն այդ օրգանական այգում էինք ուզում մեր անել, բայց տենց այդ կարգի աշխատանքներ շատ են արվում ու շատ լուրջ պոտենցիալով։ Մենք հիմա չունենք այդ ֆինանսավորումը, գաղափարներ շատ կան, բայց գումար չկա։ Հիմա ստացանք նույն այդ նորարարական, որ ասում եմ նորարարական խաղաղագործությամբ ենք ուզում զբաղվել, փորձելու ենք գտնել AI ինչ-որ կամպանիա, որովհետև միտք ունենք համատեղել գենետիկան artificial intelligence-ի հետ, որը հիմա շատ տարածված է, օրինակ իդենտիֆիկացնել մեծ խաղաղագործական շրջաններում հիվանդությունների առկայությունը ու կանխատեսել օրինակ բերքատվությունը, այդ մի ծրագիր, այսինքն իրենք պիտի ունենան ալգորիթմ, որ կարողանա ֆոտոները վերլուծի, այնտեղ սպորների քանակ եւ այլն, այդ գաղափարներից մեկն է։ Մյուս երկրորդ ռեալ պրոյեկտը, որ էլի ֆինանսավորվեց Գերմանիայի գիտության եւ կրթության նախարարության կողմից BMBF-ի, դա molecular breeding-ն է կամ մոլեկուլային սելեկցիան, այդ մեր վայրի ռեզիստենտ խաղողը փորձելու ենք խաչասերել մեր կուլտուրական սորտերի հետ ու այդ ռեզիստենտ գեները վայրից փոխանցել մեր մշակովի սորտերի մոտ, օրինակ արենին, որը շատ զգայուն աուդիում միլձյուի նկատմամբ ու 10-12 անգամ սրսկվում է, որ լավորակ բերք ստանան, փորձելու ենք վայրի R-գեները փոխանցել արենի եւ 30 թիրախ այլ սորտերի, որոնք հիմա լայնորեն կիրառվում են։ Իդեպ իմ նշած 300 սորտերից հիմա ակտիվ կիրառության մեջ է 34 սորտ ընդամենը, հա, ու բարձա չէ ինչքան լուրջ պոտենցիալ ունենք ու ինչքան քիչ է այդ պոտենցիալից մեր արտադրողը օգտվում։ Չգիտեմ։ Այս հանդիպումները գուցե հանրայնացնեն ու մարդիկ սկսեն ավելի։ Ես փորձում եմ գինեգործներին ում ճանաչում եմ ասել, որ գնացեք, այգի նայեք, ինչ կա, վերցրեք, փորձարկեք։ Օրինակ պրակտիկ տեսանկյունից ոնց կարա գինեգործը գա, ասենք մի 5 հատ նմուշ վերցնի, տանի սկսի աճացնել, որ
5 կամ 7 տարի հետո դրա խաղողի գինին փորձենք, տեսնենք ոնց է ստացվում։ Ուղղակի պիտի դիմեք խաղողագործության գինեգործության հիմնադրամին, հա, տարվա վերջում գնաք ու կտրոն վերցնեք, տանեք ձեր այգում տնկեք ընդամենը դա։ Դու կարող եք բերքահավաքի ժամանակ գնալ դիտարկել այդ բոլոր սորտերը, հասկանալ որնա որ ձեր պահանջներին բավարարում է ու ուղղակի նմուշարում անեք։ Կտրոն վերցնեք ու բազմացնեք։ Այդ ադապտացիան էլ ենք մենք հիմա ուսումնասիրում, այդ կլիմայական պայմանների փոփոխությունը էապես դրա վրա ազդել են, օրինակ հիմա Արարատյան դաշտից որոշ սորտեր, որ տանում ենք Տավուշ, իրանց ավելի լավ են զգում եւ ոչ հակառակը, բայց քանի որ նշեցի կա նաեւ այդ ֆիլոքսերայի լուրջ վտանգը, Տավուշը դեռևս 26 թվականից է վարակված, իսկ հիմա ամբողջ Արարատյան դաշտն է վարակված ու ոչ ոք դրա մասին չի ասում, ու եթե մենք 17 թվականին ունենք շուրջ 17000 հեկտար խաղող, հիմա ունենք 9000 հեկտար, որովհետև կրճատվել է ոչ միայն այն պատճառով, որ գյուղացին ֆերմերը էլ շահ չի ստանում տնտեսապես դրա համար է քանդում, այլ ուղղակի մարդիկ չեն հասկանում ինչի են իրենց այգիները, իրենք մշակում են, ջրում են, ամեն ինչ անում են, բայց բերք չունեն։ Ու չկա մի պատկան մարմին, որ այդ մարդկանց կողքը լինի, իսկ իրականում մենք նմուշարում ենք արել ու ամբողջ Արարատյան դաշտը հիմա ֆիլոքսերա վարակ է։ Այդ քայլերը իրականում պետությունը պիտի ձեռնարկի։ Մենք կարող ենք միայն փաստել, որ խնդիրը կա, իսկ խնդիրը առաջացել է դեռ 1860-ական թվականներին, երբ որ Ամերիկայից եվրոպացի մի գինեգործ որոշել է, որ այնտեղի խաղողը լավ ռեզիստենտ է, բերի Ֆրանսիայում աճացնի ու այդ վնասատուն հետը բերեց Ֆրանսիա ու մի 3-4 տարում ամբողջ Եվրոպայում բոլոր խաղողի այգիները ուղղակի ոչնչացան։ Լուծումը մեկն է պատվաստել խաղողը ամերիկյան ռեզիստենտ ֆիլոքսերա դիմացկուն պատվաստակալի վրա, բայց այդտեղ էլի լիքը հարցեր են առաջանում, որ լուծումը էլի գիտնականը պիտի տա, արդյոք օրինակ արենին, ոսկե հատը, չգիտեմ, խաթուն խարչին, երբ որ պատվաստում ես արմատակալի վրա, ինքը իր օրգանոլեպտիկ հատկությունները պահպանում է, թե չէ։ Այդ շատ մեծ դիսկուրս է գիտական ոլորտում, որտեղ օրինակ իտալացիները ասում են որևէ կերպ չի փոխվում, ֆրանսիացիները ասում են սորդա գենոտիպ կախյալա, շատ սորտեր կան, որ միանգամայն փոխում են ու դու նախքին գինին էլ չես կարող ստանալ, մի խոսքով այդ դարձյալ այդ հարցերի պատասխանը գիտությունը պետք է տա, իսկ Հայաստանում դա դեռ չեն հասկանում, ցավոք սրտի։ Հեծանիվ չենք հայտնաբերելու այդ խնդրի լուծումը կամ միակ լուծումը դա պատվաստակալների կիրառումն է, իսկ դա մեծ ֆինանսական բեռա լինելու պետության համար, գուցե դա լռության պատճառը չգիտեմ։ Որ նշեցիք փորձելու եք նաև AI-ի հետ ինչ-որ կանխատեսումներ փորձել անել, ոնց հասկացա հիվանդություններ, հա, կանխատեսել ինչքան է հավանականությունը, որպեսզի մեքենայական ուսուցման մոդելը ինչ-որ բան կանխատեսի, իրան տվյալները չէ պետք տալ։ Հետաքրքիր է դուք ինչ տեսակի տվյալներ եք օգտագործելու, այսինքն արդեն ինչ-որ արված փորձեր կան միջազգային շտեմարաններ, թե իր գենոմի մասին, որ մենք պատրաստվում ենք դրոնով նկարել, հա, ամեն բույս ու հետո AI-ը այդ ամեն բույսի տերևի վրա պիտի փորձի իդենտիֆիկացնի, այդպիսի փորձ կա, ֆրանսիացիներն են անում, անգլիացիներն են շատ ակտիվ այդ ոլորտում աշխատում, շատ լավ արդյունքներ ունեն, RGB համակարգով իրանք այդ պիքսելներով գրանցում են, թե ամեն անգամ ցույց էին տալիս նույնպես OIV կոնֆերանսին, թաքնված տերևներ կան, անգամ այդ թաքնված տերևների վրա սպորները ինքը դիթեկտ է անում ու AI-ը ասում է ենթադրենք այս հեկտարից, որ դու նախատեսում ես, չգիտեմ, 10 տոննա բերք, դու կունենաս մոտավորապես 3 տոննա, որովհետև 100%-ից, չգիտեմ, 60%-ը արդեն վնասված է, հա։ Այդպեսի ավելի պրակտիկ կիրառելի ինչ որ բան ենք ուզում մտածել ենք, փորձում ենք իրագործել։ Այո։ Դա գրքիրը արդեն անում եք, թե դեռ պիտի ֆինանսավորում ստանաք։ Դեռ պետք է ֆինանսավորում ստանանք։ Մի հատ շատ սուբյեկտիվ հարց տամ, էլի, ես ինքս Տավուշից եմ, որ Տավուշացեցիք, դրա համար ուզեցա մի հատ անպայման ճշտեմ, էլի ձեզնից։ Այս վերջերս եմ ճշտել, որ Բերթավանը գինու կարտայի մեջ կա ու ինքը ոնց որ մեր մոտ ես ինքս այդ կողմերից եմ ու այնտեղ շատ հին ժամանակներից այդ խաղողագործությամբ են զբաղվել, բայց արդյոք ինչ որ գիտական, ինչ որ սորտեր բան դուք ուսումնասիրել եք ու գտել եք հենց այդ
լոկացիային համարժեք էլի, ինչ որ հետաքրքիր բան կարաք ասեք այդ մասով, մերսի։ Հետաքրքիր շատ բաներ են գտել տավուշից։ Առհասարակ կան սորտեր, որոնք տիպիկ են կոնկրետ ռեգիոնի, կոնկրետ տավուշին, կոնկրետ Վայոց-Ձորին, կոնկրետ Սյունիքին։ Տավուշը դե լալվարին ամենահայտնի, ջրջրուկը ջրալին ամենահայտնի, կանաչկենին ու մի քանի այլ սորտեր, որոնք տենց ոչ հայկական, հա, ադրբեջանական անուններով են կոչում, բայց իրականում նույնականացումից հետո դրանք վրացական սորտեր են ու առհասարակ տավուշի սորտերի գենետիկական այդ պոլիմորֆիզմը շատ մոտ է վրացականին, որտեղ իրանք նույն տարածքում են գտնվում, հա, դուք տավուշը հայտնի այս սորտերով ու շատ կարևոր սորտեր ունեն։